Այսօր այստեղ Մահվան դեսպանի հետ կրկին ձեր խմբով եկել եք կառավարության առաջ, այս անգամ ինչ պահանջելու։ Լիլիթ Բաղդասարյան, այս անգամ մեր պահանջը միշտ նույնն է, ինձ թվում է յուրաքանչյուր հայ արդեն սրտի խորքում վստահ է, որ Նիկոլը եկել է քայքայելու Հայաստանը եւ ոչնչացնելու հայ ժողովրդին, եւ մենք մեր Արտանում ենք, որ արդեն վերջնագծին ենք հասել, նա ծառայում է թուրքերին եւ թուրքապաշտ ղեկավարում է մեր երկիրը թուրքերի թուրքահաճո քաղաքականությամբ։ Մենք պիտի թույլ չտանք, գիտեք, յուրաքանչյուր հայ մտածում է, որ մենք չենք կարող, մենք թույլ ենք, մենք պիտի հիշենք մեր ոսկե էջերը, մեր արյան մեջ կան գնդիկներ, մեր զորավորների, մեր սրբերի, եւ մենք հզոր ենք։ Բավականին մութ էջեր արդեն հիմա ունենք եւ ժամանակն է ոսկե էջերի։ Մենք քաղաքական ուժ չենք եւ չենք ուզում լինել, մենք չենք առաջարկում, որ համախմբել, բայց ցանկացած մարդ իր տեղում բարձրացնի իր բողոքի ձայնը։ Գիտեք, մեկ դար առաջ, երբ ոչնչացնում էին հայ ժողովրդին Թուրքիայում, բնաջնջելով թուրքերը, իրենք չկարողացան հաղթանակի հասնել, որովհետեւ չկոտրվեց մեր ոգին, մենք նորից վերընձգվեցինք։ Այն ժամանակ մեր քաջ զորավարները, զորավար Անդրանիկը, Չաուշը եւ մի շարք այլ զորավարներ, իրենք լինելով գրեթե սոված, բայց հավաքում էին իրենց դրամները եւ տալիս էին քրդերին, որպեսզի քրդերը բերեն, իրենց հանձնեն հայ որփուկներին ցեղասպանությունից մազապուրց եղած եւ կրթում էին նրանց, հայ ոգի էին սերմանում, հայ հավատքն էին սերմանում, որպեսզի նրանք հայ մեծանան, որպեսզի հայ ազգը չկործանվի։ Հիմա ես ուզում եմ հարցնել բոլոր այն ընտանիքներին, որոնք իրենց գրկում ունեն իրենց երեխաները, ինչու եք պայքարում ձեր երեխաների ապագայի համար, ինչու եք լռում։ Իսկ Մահվան դեսպանի կառավարության առաջ գալու խորհուրդը ո՞րն է։ Այն, որ բավականին արդեն այնքան մեղքեր է գործել, որ այլևս իր համար փրկություն է մահա։ Եվ լավ կլինի, որ ինքը խոստովանի եւ հեռանա կամ բանտ կամ վերին Ասիանի դատարանների դատին։ Մահվան դեսպանը դրա համար է եկել։ Մահվան տանելու խորհրդանշական տանում են ավելի բարձրալները եւ յուրաքանչյուրը միևնույն է պատասխան է տալիս իր գործած բոլոր մեղքերին։